Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցել եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ ցանկության դեպքում կարող բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի հղումը, որին ցանկության դեպքում եւս կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, Նարեկ։ Պարոն Գրիգորյանի, ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության իրանական հրթիռները արդեն հասնում են Նախիջևան, նշվում է, որ հարվածներ են հասցվել Նախիջևանի միջազգային օդանավակայանին, դուք ինչպես եք սա մեկնաբանում։ Գիտես, ես ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարևոր էր պաշտոնական պատասխանը Իրանի։ Դուք գիտեք, Ադրբեջանը, Թուրքիան մեծ աղմուկ բարձրացրեցին, քանի որ իրոք երկու ԱԹՍ հասան Նախիջևան, վնաս հասցրեցին ու ասում են իրանական ԱԹՍ-ները, մեծ աղմուկ բարձրացավ, բայց ինձ համար շատ կարևոր է պաշտոնական Իրանը ինչ էր ասում։ Պաշտոնական Իրանը պնդում է, որ ինքը հարձակում Ադրբեջանի դեմ չի արել։ Ու հիմա դժվար է ասել, դու գիտես, համոզված եմ Նարեկ ջան, դու հետևում ես իրադարձություններին, որոնք հիմա գնում են Իրանի շուրջ, Իրանի դեմ, ամեն օր հակասող բաներ, բոլորը առանց բառացարությամբ խաղացողները ասում են։ Հակասող, իրար հակասող, շատ է հիմա տարածվում, շատ են տարածվում ֆեյքերը, այդ զարգացումների հետ կապված, ես մի օրինակ բերեմ այսօրվանը։ Օրինակ, ինչ որ գործակալություններ ասեցին, որ Ֆրանսիան պատրաստ է տրամադրել իր ռազմաբազաները այս տարածաշրջանում Իսրայելի Միացյալ Նահանգներին, որ հարձակվեն Իրանի վրա։ Հիմա Ֆրանսիան հերքեց։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ գնում են այս ձևի մեծ պրոցեսներ, միշտ նաև դեզինֆորմացիան, ապա տեղեկատվությունը ակտիվ կողմերի կողմից օգտագործվում է։ Հիմա արի վերլուծենք։ Մի տարբերակ, որ իրոք Իրանը ինչ-ինչ պատճառներով փորձեց տեղը դնել Ադրբեջանին, այդպես ձևակերպենք, վախացնել, զգուշացնել, չգիտեմ, ինչ ինֆորմացիա ունենալով, որ միգուցե Ադրբեջանը ինչ որ քայլեր անում են, որոնք մտահոգեցին Իրանին։ Պատկերացրու այս սցենարը, ու Իրանը իրոք ուղարկեց այդ ԱԹՍ-ները, վնաս հասցրեց Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց, զգուշացնում է, որ անպայման կպատասխանի, ուստեղ ես ուզում եմ ասել, որն էր տրամաբանությունը, այդ քայլի եթե Իրանը արեց, որն էր տրամաբանությունը հաշվի առնելով, որ կարծես թե Իլհամ Ալիևը, դու գիտես, ցավակցություն հայտնեց, գնաց դեսպանատուն Բաքվում գտնվող Իրանի, չէ, Ալի Խամենեին մահի կապակցությամբ, ինչ որ կարծես թե ֆորմալ գոնե Ադրբեջանը այդ process-ի մեջ չկար, հարձակումների ֆորմալ, ոչ ֆորմալ, ու ինչու պետք է դա աներ Իրանը։ Եթե արեց, ես կարծում եմ, որ դա սխալ էր։ Բայց եթե դա պրովոկացիա է, եթե սադրանք է, ոչ թե Իրանը հարձակում կատարեց, այլ Իրանի տարածքից ուրիշ խաղացողներ դա արեցին, այդ ուրիշ պատմություն է։ Բայց ցանկացած դեպքում ով պետք է Իրանի տարածքից հարվածեր Նախիջևանի միջազգային օդանավակայանին։ Նու ես դժվարանում եմ ասել, օրինակ այն խաղացողները, որոնք կուզենային ներգրավել Իրանը, Ադրբեջանը այդ process-ի մեջ։ Դու գիտես, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ այն պետությունները, ովքեր դժգոհ են Իրանի քայլերից, կարող են միանալ այս կոալիցիային, Միացյալ Նահանգներ, Իսրայել։ Ես պետք է քեզ ասեմ, որ ինչքան էլ դժգոհություն Իրանի քաղաքականությունից չեն արտահայտում արաբական աշխարհի երկրները, օրինակ Քուվեյթը, Օմանը, Բախրեյնը, ես ուզում եմ զգուշացնել, որ իրանք կոալիցիայի մեջ չեն, կոալիցիան կազմում են երկու պետություն, Միացյալ Նահանգներ, Իսրայել, որոնք ուզում են Իրանից պահանջում են, ուզում են, որ Իրանը հրաժարվի միջուկային զենքից, Իրանը իր ռեժիմը փոխի, քաղաքական ռեժիմը, ինչ որ պահանջներ դրեցին ու հիմա հարձակվեցին Իրանի վրա,
ռազմական գործողություններ ծավալում են։ Ուրեմն Պենտագոնը հայտարարություն արեց, որ իրենք պատրաստ են ընդունել այդ կոալիցիայի մեջ այլ պետությունների, ովքեր դժգոհ է Իրանի քաղաքականությունից, որն այստեղ կարևորագույն խնդիրը նա է, որ Իրանը դու տեսնում ես ոնց է պատասխանում, ոչ միայն ռմբակոծում է Իսրայելին, ի պատասխան հարձակմանը Իրանի վրա, նաև Իրանը պատասխանում է, հարվածում է ամերիկյան բազաներին ռազմական, որոնք գտնվում են տարածաշրջանում, ու քանի որ իրանք գտնվում են Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Քաթարում, այս երկրներում, պարզ այդ երկրները դժգոհ են, հասկանում ես, չէ՞, հակառակ հիմա ես չեմ բացառում, որ արհեստականորեն ուզում են Ադրբեջանը ներգրավել այդ process-ի մեջ ու ինչ որ ուժեր մոտավորապես կարելի է գուշակել նույնիսկ ինչ որ ուժեր եթե արեցին Իրանի տարածքից այդ քայլը կարող է ուզում են Իրան Ադրբեջանի ներգրավել այդ process-ի մեջ նաև ուժային քայլերի մեջ Եվ ամեն դեպքում ինչ եք կարծում հաշվի առնելով Բաքվից հնչող հայտարարությունները Ալիևի, ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի մակարդակներով Իրանի վրա փոխադարձ հարվածներ կլինեն, թե չէ Ալիևն ասում է մեր զորքերը թիվ 1 պատրաստականության ենք բերել պաշտպանության քայլերի ենք դիմելու, սա անպատիժ չի մնալու, այսպես աբեկչություն է անվանում այս ամենը եւ պատասխան տալու դիրքերից է խոսում։ Նայի ստեղ շատ տեղին է զուգահեռ անցկացնել արաբական աշխարհի պետությունների։ Դու գիտես, արաբական լիգան հավաքվեց, դատապարտեց Իրանին։ Բայց այդ դատապարտության մեջ ես տեքստը կարդացել եմ։ Ոչ մի ակնարկ չկա, որ կպատասխանեն ուժով։ Ուղղակի իրանք խստագույնս դատապարտեցին Իրանին, որ Իրանը ռմբակոծելով բազաները ամերիկյան այս արաբական երկրներում, նաև այդ երկրների սուվերենությունը խախտում է, քանի որ հասկանալի է այդ բալիստիկ հրթիռները, դրոնները ոչ միայն հասնում են ամերիկյան բազաների գտնվող այդ երկրներում, նաև վնաս են հասցնում այդ երկրների տարբեր օբյեկտների։ Բայց այդ երկրները միայն ասում են, որ անթույլատրելի է, մենք դժգոհ ենք, չգիտեմ, դեսպաններ հետ են կանչում, դադարեցնում են դիվանագիտական հարաբերություններ Իրանի հետ, բայց ոչ մեկը ես չեմ կարդացել գոնե մեկի հայտարարությունը, որ ասեն մենք ուժով կպատասխանենք։ Արձագանքը Ադրբեջանի ավելի կոշտ է, ուժով մենք կպատասխանենք, չգիտեմ, դա միգուցե ինչ որ պլաններ ադրբեջանցիք ունեն, Ադրբեջանը ունի, ժամանակը ցույց կտա, այդ պլանները կարող են կախված լինել նաև այն մեծ համայնքի ադրբեջանական, որը կա Իրանում, ամեն ինչ կարելի է սպասել։ Ուղղակի ես զարմացած էի այս ձևի բուրըն էմոցիոնալ արձագանքի Ադրբեջանի։ Եթե Իլհամ Ալիևը գնում էր հարգանքի տուրք մատուցելու Ալի Խամենեի սպանության հետ կապված դեսպանտուն գնաց, հայտարարություններ արեցին պաշտոնական, որ մտահոգված են այդ զարգացումների, կարծես թե բավական հավասարակշռված դիրքորոշում էր, նու ինչ անենք, հիմա երկու աթեզ հասան, Իրանն էլ ասում է մենք չենք արել։ Ինչ իմաստ ունի այս ձևի կոշտ արձագանքը, ես չեմ բացառում, որ կան պետություններ, ուժեր, դու առաջերտին Իսրայելը, որը կուզենար ներգրավել այս գործողությունների, ուժային գործողությունների մեջ նաև Ադրբեջանը, նաև ոնց է զարգանալու իրավիճակը։ Հավանականությունը քիչ եք համարում դուք Ալիևի կողմից պատասխան հարվածների։ Չէ, ես ուղիղ հակառակը ասեցի։ Այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ի տարբերություն արաբական այս Պարսից ծոցի պետությունների ի տարբերություն կարող է նույնիսկ գնա ուժայինի։ Ինչքան հավանական է, դժվար է ասել, չեմ կարծում շատ հավանական է, բայց միանշանակ ավելի է հակված
ցավոտ պատասխան տալ Ադրբեջանը ի համեմատ Քուվեյթի, Էմիրատների, Քաթարի, Բահրեյնի։ Այս ստեղ ճիշտ է համեմատություն անցկացնել։ Բայց ցանկացած դեպքում ես ուզում եմ ասել, որ կոշտ արձագանքները միգուցե պետք չի անել։ Հիմա ծանրագույն վիճակում է Իրանը, չեմ ասում, որ ուրիշներն են միայն մեղավոր, նաև Իրանը մեղավոր է այսօրվա ռեժիմը, այդ այաթոլաների ղեկավարությունն է մեղավոր, որ մեկուսացված է Իրանը, ոչ մի բանակցությունների ժամանակ ճկունություն չի ցուցաբերեցին եւ այլն, բայց դու հասկանում ես, պատերազմը, հիմա պատերազմի ժամանակ իրանք ցանկացած քայլ անում են պաշտպանվելու, բայց նորից կրկնում եմ, Ադրբեջանի դեպքում ես կարծում եմ, որ կխուսափի Ադրբեջանը, բայց ավելի հավանական է, որ Ադրբեջանը միանա Իսրայել, Միացյալ Նահանգներ այդ դաշինքին, որը գործողություն է ծավալում Իրանի դեմ, համեմատ արաբական աշխարհի երկրների։ Միանա իր տարածքը տրամադրելու տարբերակով, թե անձամբ ադրբեջանական զինուժը հարվածներ կհասցնի Իրանին, որն է տարբերակն է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է համաձայնվել օդը տրամադրել։ Իր օդը տրամադրել, ինչը շատ կարևոր է, քիչ բան չի, պետք չի մտածել, որ դա քիչ բան է, օդը տրամադրել Իսրայելի կործանիչների համար, ամերիկյան կործանիչների համար, то есть կարող է գնալ այդ քայլերի, քանի որ ես արձագանքը այդ դու հիմա նոր նշեցի, արձագանքը անկեղծ քեզ ասեմ, շատ կոշտ էր, շատ այդպես ագրեսիվ, նույնիսկ արձագանքի մեջ այնտեղ գրված էր մենք հայկական ագրեսիան ջարդեցինք, կանգնացրեցինք ու թույլ չենք տա, որ ուրիշները ագրեսիա կատարեն, նու ինչ ասեմ, ստեղ իրոք ես պետք է ասեմ, որ քանի որ այդ աթեզները եկան հասան Նախիջևան Իրանի տարածքից, պարզ է, որ Ադրբեջանը չէր կարող չբողոքել, դա սուվերենության հարց է, դա անվտանգության հարց է, ստեղ ոչ ոք չի վիճում։ Վեճը կամ հարցականը ինչու՞մ է, ինչու է տկան ցավոտ, այդ էլ հաշվի առնելով, որ Իրանի պաշտոնական հայտարարությունները կային, եւ արտգործնախարարի, եւ արտգործնախարարության, եւ պաշտպանության նախարարության Իրանի, որ իրանք դրա հետ ոչ մի կապ չունեն։ Պարոն Գրիգորյան, հիմա հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի ցամաքային կապը Իրանի տարածքով է, այստեղ ինչ հնարավորություններ կարող են բացվել հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում Հայաստանի ավտոճանապարհային հատվածը օգտագործել Ադրբեջանից Նախիջևան գնալու համար, թե այնուհանդերձ այդ սցենարը այս փուլում տեղի չի ունենա։ Գիտես, մի բան հստակ ասեմ, որ հասկանալի լինի իմ դիրքորոշումը։ Ես միշտ դեմ եմ պատերազմների։ Շատ վատ է, որ այդպես ստացվեց, որ Միացյալ Նահանգները Իսրայելը ստիպված են ուժային գործողություն ծավալելու, որ չզոքացնել այն վտանգը, որը գալիս է Իրանից։ Նու բալիստիկ հրթիռների արտադրանքը Իրանը շատ ուժեղացրեց, ուրեմն իրանք մտահոգված էին, միջուկային ծրագրերի հետ կապված ակնհայտ էր պրոգրեսը Իրանի մոտ, իրանք վախեցած էին, որ միջուկային զենք ձեռք կբերի, ու սկսվեց պատերազմ, ես դեմ եմ պատերազմների, ես համարում եմ դիվանագիտությունը պետք է օգտագործել, նույնը ես ճիշտը ձեզ ասեմ, ուրախ չեմ, որ այս հիմա սրվում են հարաբերությունները Իրան-Ադրբեջան, հասկանալի է, չէ, ամբողջ այդ մեր տարածաշրջանի հետ կապված նաև լարվածություն կմտցնի, բայց մեկ բան ուզում եմ հարգելի Նարեկ քեզ ասել, այո, զարգացումների ընթացքում նույնիսկ ցավոտ, նույնիսկ ալեկոծվող աշխարհում դու կարող ես օգտագործել դա։ Հիմա մեզանից կախված չէր այս պատերազմը, այս ռազմական գործողությունները Իրանի դեմ, Իրանի կոշտ պատասխանները, մենք ստեղ ոչ մի դեր չունենք, բայց իրոք կարող ենք օգտագործել այդ պահը։ Ցավով եմ ասում, որ այս ձևի զարգանումը, օրինակ դու շատ լավ ակնարկ արեցիր, պարզ է որ, չէ, հիմա
Իրանը այն ծրագրերը, որ ուներ Ադրբեջանի հետ կկանգնացնի։ Ու այդ ծրագրերը ոչ միայն հյուսիսարավն է, նաև այքո նշած Նախիջևան Իրան երկաթգծային այդ կապը։ Պարզ է, որ Ադրբեջանը կփակի այդ սահմանը, Իրանն էլ հիացած չի լինի շարունակել դա։ Ու դա կստիպի Ադրբեջանին էլ ավելի ինտենսիվ աշխատել Հայաստանի հետ, քանի որ Հայաստանի տարածքը իրանց համար կարևոր կլինի հենց նույն Թուրքիա մտնելու, նույն Նախիջևան մտնելու, քանի որ դու շատ լավ նշեցիր, որ ավտոմատ մենք հասկանում ենք դա ինչ այս սերումը ինչի կբերի նրան, որ այն երկաթգիծը, որը աշխատում է, դու գիտես ոնց է գնում, Ադրբեջանի Իրանի տարածքով գնում է, բայց զուգահեռ այդ երկաթգիծը գնում է զուգահեռ Ադրբեջանի սահմանի, Հայաստանի սահմանի ու մտնում է Նախիջևան։ Այս երկաթգիծը, որ մտնում է Նախիջևան, կասկած ես չունեմ, չի աշխատի մոտ ժամանակներս գոնե, մինչև չպարզի Ադրբեջանը Իրանի հետ այդ ինչ կատարվեց, չէ՞, չի աշխատի։ Ուրեմն Ադրբեջանը հաշվարկ է անում, իրան պետք է ցամաքային սահման Նախիջևանի հետ, ցանկացած դեպքում։ Ահա, ով կա, որ կարող է բացի Իրանի, դա Հայաստանը կա։ Ուրեմն այտենց էլ հակված է վերջի ժամանակներս Ադրբեջանը մեզ հետ աշխատել, դու գիտես այդ, որ իրանց ցամաքը եւ երկաթգիծը բացեցին Հայաստանի ապրանքների համար գոնե մասամբ։ Ես կարծում եմ այս ռեալությունները կբերեն նրան, որ իրանք ավելի հակված կլինեն մեզ հետ խաղացան գնալ ու այս ձևի ապաշրջափակման հարցեր Հայաստան-Ադրբեջան լուծելու։ Եվ պարոն Գրիգորյան, վերադառնալով Իրանին, ինչ իրավիճակ է այժմ, ինչպիսի Իրան կա գոյություն ունի տարածաշրջանում։ Հիմա նայի գլխավոր վտանգի մասին ասեմ։ Պարզ է, որ մի վտանգ բոլորը հասկանում են։ Եթե երկար շարունակվի այդ պատերազմական գործողությունը Իրանի դեմ, դե ամեն օր մի հազարատ ռումբ գցում են Իրանի վրա։ Եթե դա երկար շարունակվի, օրինակ 2 շաբաթ տևի, փախստականների հոսքերը կլինեն ու մի մասը կգա Հայաստան։ То есть այդ ռիսկեր են։ Դու պետք է այդ փախստականներին ընդունես միջազգային նորմերի համաձայն, փորձես աջակցել, բայց դա ռիսկ է այն իմաստով, որ քո սահմանը դառնում է սահման մոտ պատերազմական գործողությունների։ Երկրորդ ռիսկը դու հասկանում ես, մենք ունենք ինտենսիվ առևտուր Իրանի հետ, պարզա Իրանը հիմա ծանրագույն վիճակում է, կամաց կփոքրանա այդ հոսքը առևտրի, նաև նավթա մթերքների գալը Իրանից, դա երկրորդ ռիսկը, բայց գլխավոր ռիսկը ուրիշ է։ Եթե երկար տևի այդ ռազմական գործողությունները, փլուզումը Իրանի մասնատումը շատ հավանական կլինի։ Այո, Իրանում պետական համակարգը ես տեսնում եմ բավական բարդ է, բազմաշերտ է, դժվար է քանդել այս երկիրը, բայց դու հասկանում ես ինչքան անհավասար ուժեր են։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների պոտենցիալը հզոր է ու պարզ է քայլ առ քայլ իրանք թույլատնում են հիմա ամերիկացիք չեն թաքցնում, որ քրդերի հետ են աշխատում, որ քրդերը այս անջատողական շարժումը ուժեղացնեն։ Ես չեմ բացառում այլ խմբերի հետ էլ սկսեն աշխատել, քանի որ Իրանը բազմազգ եւ կրոնական այդ երկիր է, այս վտանգը, որ սկսվի քանդում այս երկրի մեծ է ու իդեպ ասեմ քեզ գիտես գլխավոր վտանգը համար կլինի հենց Իսրայելի համար մի բանը Իսրայելը ունի խնդրեմ Տեհրանի հետ որը այդ մեծ տարածքը վերահսկում է իր երկրի տարբեր այնտեղ խմբեր կան նաև աֆղանական այնտեղ Աֆղանիստանի ազգերի խմբեր կան 1, 2, 3 միլիոնանոց ու շատերը կոշտ Իսրայելի դեմ են ոչ միայն կենտրոնական իշխանությունը Իրանի ու հիմա առանձին ասենք ուժերի ու խմբերի տարբեր ազգերի տարբեր կրոնների Իսրայելը կունենա գործ Հեզբոլայի տիպի ուժերի Համասի տիպի էլ ավելի կբարթանա իբիջոց ասեմ քեզ ես համոզված չեմ որ Իսրայելը ու Միացյալ Նահանգները ուզում են որ քանդվի բայց եթե երկար գնա քանդում կարող է լինել ես պարզ է չէ ուզենալու որ դա լինի բայց այդ վտանգը նաև կարող է բերել նաև մեզ համար խնդրեմ նու Սիրիայի օրինակը
բոլորիս աչքի առաջ է ծաղկող երկիր էր ու բավական ուժեղ երկիր էր, այդպես չի էլի, որ թույլ երկիր էր ու այդ երկիրը ինչ վիճակում է, դու գիտես, մասնատված միջև հավաքվի նորից այդ ինչքան տարիներ պետք է անցնեն։ Եվ մասնատումը ում միջև լինի, պարոն Գրիգորյան։ Չէ, մասնատումը երբ որ ասում եմ, ուղղակի հաշվի առնելով, որ Իրանում տարբեր ազգերի փոքրամասնությունների տարբեր տեղերում ապրում են, օրինակ դու գիտես, որ հարավում արաբական բնակչությունը գերակաշռող է սահմանում Աֆղանստանի հետ այդ աֆղանական գլխավոր այդ ազգերի կամ ենթախմբերի ու հասկանում ես այնտեղ 1 միլիոն մարդ չի, 2 միլիոն մարդ չի, մեծ նու այս ձևի բաժանում կարող է լինել ես ճիշտն ասած չեմ կարծում որ դա ուզում են ամերիկացիք ու իսրայելցիք իրանք միանշանակ ուզում են որ այատոլաների իշխանությունը վերանա կրոնական դու գիտես այսօր գնում են ընտրությունները նոր այատոլա պետք է ընտրվի նոր հոգևոր առաջնորդը Իրանի եթե ավարտեցին ընտրությունը ու վաղը ասենք մեզ հայտարարեն դու պատկերացնում ես ստացվում է որ մեծ է օպերացիան ոչ մի արդյունքի չբերեց նորից նոր մարդ է գալիս ում հոգևոր առաջնորդ ում դիրքորոշումը կոշտ է չգիտեմ ոչ բոլորը գիտեն որ Իրանը Իսրայել անվանումը չի օգտագործում է այլ անվանում սիոնիստական ռեժիմ, то есть իրանք նույնիսկ չեն ճանաչում անունը այս երկրի ու ինչ եմ ուզում ասել, այս բավական ծանր վիճակ է ու եթե Իրանում նոր այատոլա ընտրվի, պարզ է ուրեմն այդ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն, եթե դիրքորոշումը չի մեղմանա ու ես կասկած չունեմ որ չի մեղմանա ուրեմն այդ ամեն ինչը երկար կտևի դու հիշում ես սկզբից Դոնալդ Տրամփ ասում էր մի շաբաթ մեզ հերիքա լուծել հարցերը հիմա այս վերջի հայտարարություններից կամ Դոնալդ Տրամփի կամ Մարկո Ռուբիո խոսքը գնում է 8 շաբաթվա մասին 8 շաբաթ 2 ամսվա նու 2 ամիսը այդ երկար ժամանակ է եթե այս ինտենսիվությամբ գնան ռմբակոծությունները Իրանի ուրեմն ամենավատ սցենարով կզարգանա իրավիճակը Եվ Հայաստանի համար կան սպառնալիքներ թե ոչ օրինակ հիմա շատ են ընդդիմադիր շրջանակներից ասում որ եթե հիմա թրիպը գործարկված լիներ ավելի լավ է ասում են չպատկերացնեինք թե Հայաստանի հետ ինչ տեղի կունենար գիտես մեր ընդդիմադիրներին պրոռուսական ընդդիմության մասին է խոսքը երբ որ լսում եմ ինձ մոտ տպավորություն է որ այդ մարդիկ չեն հասկանում լրջությունը պահի օրինակ այն ինչ հարցեր տալիս էին Նիկոլ Փաշինյանին կապված Նիկոլ Փաշինյանի այցելությանը Վրաստան դա սադրանքներ էին դասական սադրանքներ պատկերացնում ես հիմա Իրանում ծանրը ուրեմն ճանապարհը Վրաստանով դեպի աշխարհ Հայաստանի համար ել ավելի մեծ նշանակություն ունի իրանք ինչ որ բարձրացնում են ինչ որ հարցեր Վրաստանի հետ ագրեսիվ է Վրաստանը էս ինչ անում չգիտեմ կոռուպցիա են Միշտեր այո պրոբլեմներ կան բայց պետք է հանգիստ տոնով խոսած լուծես այդ հարցերը դու հասկացար ես ինչի մասին եմ ասում մենք ունենք երկու բաց սահման հիմա Իրանի զարգացումները կարող են բերել նրան որ ավտոմատ այդ ճանապարհը չաշխատի Իրանը մեզ հետ չի փակի սահմանը մենք չենք փակի սահմանը մեր հարաբերությունները նորմալ են բայց Իրանում զարգացումները ներսում կբերեն նրան որ այդ ճանապարհը հայ ժողովրդի համար կփակվի ուրեմն կենսական նշանակություն կունենա այդ մեկ ճանապարհը աշխարհի հետ ու այդ հարցերը պրովոկացիոն տեսքով հակավրացական ինչ որ տոնով Ճիշտ է ինձ ասա, ճիշտ է ես ուզում եմ քեզ ասել, մեր ընդդիմությունը ուղղակի չի հասկանում աստիճանը վտանգների։ Միայն թե ռուսական, պրոռուսական գիծը տանեն, միայն թե ստեղ մեզ հետ չաշխատի Ամերիկան, Եվրոպան, Չինաստանը բոլորի դեմ են։
միայն թե նորից Ռուսաստանը գա, ասեք, էլի մի կտոր հայ ժողովրդի տարածքից նվիրի Ռուսաստանին, Ռուսաստանն էլ իր հերթին նվիրի մեր հարևաններին, հասկանում ես, այդ ոնց որ հիվանդություն լինի, էլի, ես ուրիշ բառ չունեմ ասելու, հասկանում եմ, այո, թրիփը ու այդ ծրագիրը կարևոր է Հայաստանի համար, բայց նաև, այո, Իրանը կարող է ցավոտ ընկալի, ոչ ոք չի վիճում դրա հետ, ով է վիճում դրա հետ, կա մարդ, որ ասում է, չէ, գիտես, ամեն ինչ իդեալական է, կարևոր ծրագիրը ճիշտ ենք անում, բայց ռիսկեր միշտ կա, ցավոտ ընկալում է Իրանը, հիմա ցավոտ ընկալում է շատ բան Իրանը, ինչ անենք, ուրեմն պետք է երաշխիքներ տանք, իմիջիալոց միջև այս պատերազմ ով գնաց Իրան, Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարը, դες դրանով այդ այցելությամբ մերոնք ցույց տվեցին, որ Իրանը մտավախություն չունենա, որ մենք այս տրիպ տնտեսական ծրագիրը կօգտագործեն այլ ձևերով։ Բայց հասկանում ես, անընդհատ շարքել դա, անընդհատ մեսեջներ ուղարկել, որ այդ դեր դեմա Իրան, զգուշ եղի բանման, դա սադրանք է։ Դա սադրանք է ու այս ալեկոծվող աշխարհում, այս փուլում անչափ վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Հիմա ամեն մի քայլ պետք է զգուշավոր անես։ Հիմա ներքին քաղաքականության լիքը բաներ կան, թող այս հարցերով ներքին քաղաքականության կոռուպցիա, չգիտեմ ինչը, չգիտեմ կառավարումը, թող դրանով հարված հասցնեն իշխանություններին, իշխանությունը կթող պատասխանի, բայց արտաքին հարաբերությունների հետ կապված տերմինոլոգիան նույնիսկ շատ զգույշ պետք է օգտագործել։ Պարոն Գրիգորյան, իսկ եթե Ամերիկան եւ Իսրայելը չհաջողեն այս գործում, չկարողանան Իրանում փոփոխության հասնել, Իրանն էլ հայտարարում է իր հերթին կարմիր դրոշ բարձրացնելու, վրեժ լուծելու մասին, ունի Իրանը հնարավորություն համարժեք հարվածներ տալու, թե ոչ։ Դու գիտես, եթե Միացյալ Նահանգները կարողանան դե մի շաբաթ անցավ, չէ, 6 օր անցավ։ Էլի մի շաբաթ կանցնի, եթե կարողանան այս ռեժիմից ազատվել, կոպիտ ասած, Միացյալ Նահանգները ու Իսրայելը, իրանց քայլերով, ռեժիմ, երբ որ ասում եմ, խոսքը գնում է այս հոգևոր առաջնորդների ինստիտուտից ազատվել, ստիպել Իրանին դրանից ազատվել, ես կասեմ, որ կարողացան լուծել հարց ու այն աշխարհիկ մասը իշխանության Իրանի իր հետ փորձել լեզու գտնել, ես կասեմ, որ լուծեցին հարցը։ Միգուցե մեծ ռազմական գործողություններով, մեծ ճնշումներով, դա բոլորս հասկանում ենք, որ դա լավ բան չի, բայց լուծեց հարցը։ Բայց եթե հիմա նոր առաջնորդ հոգևոր ընտրի Իրանը, Իրանը պարզ երևում է բարդ պետական համակարգ ունի։ Դու տեսար, պաշտպանության նախարար, երկու հատ պաշտպանության նախարար սպանեցին, բայց իրանց բանակը շարունակում է դիմադրել։ Այս դա կոչվում է իսլամական հեղափոխության կորպուսի առաջնորդներին երկուսին սպանեցին, կառավարումը շարունակվում է։ Ուրեմն, այո, շատ դժվար է այս ձևի մեծ երկիր, մեծ բնակչություն ունեցող, բարդ պետական համակարգ ունեցող, դժվար է, ասենք, ոչնչացնել, չգիտեմ, ծնկի բերել, պարզը դա գիտես ինչի կբերի։ Առաջինը կտարածվի այդ պատերազմը ռեգիոնում։ Նու դու տեսնում ես այդ տարածումը։ Եթե դրոնը հասավ Կիպրոս, մյուս հրթիռը հասավ Թուրքիա, արաբական աշխարհի 5 թե 6 երկրների հետ դու տեսնում ես ինչ է կատարվում, չէ՞։ Ակնհայտ է Իրաք, գումարած Իրաքը, ակնհայտ է, որ ընդլայնվում է կոնֆլիկտը, ընդլայնվում է պատերազմը, կդառնա մեծ պատերազմ ու ակնհայտ է, որ լուրջ է վիճակը, ապակայունացում, դու տեսնում ես, որ ու գիտես, որ նավթի արտահանումը աշխարհ այս ծովերով, չէ, արաբական ծովով, Պարսից ծոցով, Հորմուզի նեղուցով, այդ նավթի դուրսբերումը արաբական աշխարհի երկրներից, Իրանից, Իրաքից եւ այլ, չէ,
տեսնում ես ինչ խափանման process է գնում, գները թռնում են նավթի, то есть ճգնաժամի մեջ ամբողջ աշխարհն է մտնում, ուստեղ հա պետք է մտածել, դու ճիշտ ես ասում, այ եթե չստացվի արագ լուծել, ես այդպես կասեմ, ուժերը հավասար չեն, բարձր ամերիկացիք շատ ու շատ անգամ ավելի ուժեղ են, Իսրայելի հետ միասին էլ ավելի ուժեղ են, 100 անգամ, չգիտեմ ինչքան անգամ Իրանի, բայց եթե արագ չլուծեն, քանի որ երևում է, որ դիմադրում է Իրանը, բարձր է սաղ տարածվի մեծ տարածաշրջանում, ոչ միայն մերձավոր արևելքում, ու բարձր է, որ արդյունքի իրանք չեն հասել, նույնիսկ եթե ոչնչացնեն ամբողջ այդ բալիստիկ հնարավորությունները բալիստիկ հրթիռները Իրանի։ Եվ վերջում անդրադառնանք Հայաստանի երկաթուղուն, հայտնի է, որ իշխանությունները ցանկանում են կառավարումը Ռուսաստանի ձեռքից վերցնել, բայց ըստ էության փակուղում են հայտնվել։ Շոյգուի հայտարարությունը հաշվի առնելով, որ եթե երկաթուղին վերցնեք մի գիշերում համակարգը կփլուզվի, եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ուզում ենք այն տարբերակով վերցնել, որ նախ Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրվի, երկրորդ կառավարումը ստանձնի մի պետություն, որը բարիդրացիական հարաբերություններ ունի եւ Երևանի հետ եւ Մոսկվայի հետ։ Հնարավոր է այս իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում նկատի ունեմ, այս իրավիճակում գտնել նման լուծում, որ երկու կողմն էլ գոհ լինեն ու չտուժի Հայաստանի ապաշրջափակման ծրագիրը։ Գիտես, ես մտածում եմ, որ ակնարկը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, օրինակ Էմիրատների վրա, դու գիտես, Էմիրատները Ռուսաստանի հետ աշխատում են, միգուցե ակնարկ եղել է Ղազախստանի վրա, ես չեմ բացառում, բայց կասկածում եմ, որ Ռուսաստանը կհամաձայնի։ Հիմա գնում են բանակցություններ, հիմա էլ գնում են բանակցություններ, բայց կասկածում եմ, որ Ռուսաստանը կհամաձայնվի, քանի որ Ռուսաստանի նպատակը Հայաստանի ծաղկումը չի։ Շատերը չեն հասկանում, դե ինչ են ուզում իրանք, վсё, մեզ չաջակցեցին, հայ ժողովուրդը իրանց դեմա, Պուտինի դեմ, ռուս ժողովրդի մասին ես չեմ խոսում, Պուտինի դեմա, այսօրվա իշխանությունների դեմա, ոչ մի լավ բան Ռուսաստանից տեղ չի սպասում, ուրեմն թող գնան, չէ՞, բայց Ռուսաստանը ունի իր քաղաքականությունը շատ հասարակ է, տիրել Հայաստանով ու Հայաստանի տարածքներով լուծել հարցերը։ Հիմա նայ ինչ միտք ուզում եմ զուգարնել անցկացնել։ Դու գիտես, որ Պեսկովին, պրեսկարտուղարին Պուտինի, այսօր հարցրեցին։ Իրանք ասում են, բայց դուք Իրանի հետ ստորագրեցիք ռազմավարական նշանակություն պայմանագիր, դուք աջակցություն խոստում տվեցիք։ Ոչ թե աջակցել կռվելով, այլ զենք զինամթերքով մատակարարել։ Պատասխանը գիտես որն էր։ Այդ ոնց որ մեզ էին պատասխանում։ Ասում են, բայց մենք նամակ չենք ստացել Իրանից։ Ձերը առնում էլի։ Ասում են, նամակ չենք ստացել։ Հետո ասացին, դե Իրանը անընդհատ հայտարարություն է անում, որ աջակցեն, իր վրա հարվածել են, հարձակվել են։ Գիտես պատասխանը որն էր։ Ասում են, գրավոր չեն ուղարկել նամակը։ Հիմա մի հատ հիշի է, մեզ ինչ էին ասում, երբ որ մենք ասում էին մեր տարածք մտան, Հայաստանի Հանրապետության տարածք մտան, մի հատ հիշի ինչ էր ասում Ռուսաստանը, ասում են մենք նամակ Հայաստանից չենք ստացել, որ աջակցենք, Թափկը ասեց մենք ոչ մի նամակ չենք ստացել, հետո մերոնք ուղարկում էին նամակ, իրանք նորից ասում էին նամակ չենք ստացել, միտքս ինչու՞մ է, Ռուսաստանը օգնող չի, Ռուսաստանը ոչ մեզ օգնեց, ոչ Սիրիային, ոչ Սերբիային, հիմա Իրանին չօգնեց ու չի օգնի։ Բացատրեմ ինչու։ Ոչ միայն այն, որ հիմա շատ թուլացած է Ուկրաինայի դեմ պատերազմումը, շատ Ռուսաստանը թուլացած է, այդ օբյեկտիվ մասը կա։ Բացի դրանից չի ուզում իրանց նպատակը, որ Հայաստանը ծաղկի, եթե հիմա ճանապարհները բացվեն, այտենց էլ զարգանում է Հայաստանը, կծաղկենք, այո, բարիս բուն իմաստով։ Ինչի ինքնին պետք է տան այդ երկար գիծը, որ մենք լավ աշխատենք Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ ավելի անկախ լինենք։ Դա սկզբունքորեն իրանց սկզբունքների դեմ է, հասկանում ես, դա անձնական հարց չի։ Այն մեզ մոտ դա չեն կարող հասկանալ։ Որ դա անձնական հարց չի, դա սկզբունքի հարց է։
որ Հայաստանը չպետք է ծաղկի, չպետք է զարգանա, որ Հայաստանը լավագույն դեպքում պետք է դառնա գուբերնիա Ռուսաստանի, լավագույն դեպքում։ Այլ տարբերակ էլ կա Հայաստանին տիրել ու բաժանել Թուրքիայի եւ մյուսների միջև։ Հասկանում ես, այս մեզ մոտ չեն հասկանում։ Նույնիսկ խելոք մարդիկ չեն հասկանում, չեն հավատում, չեն ուզում հավատալ, բայց այդպես է Պուտինյան Ռուսաստանը դա է, ինքը ոչ ոքու լավ բան չի ցանկանում։ Հիմա չեմ հասկանում ինչու է այդպես։ Օրինակ, եթե դու վերցնում ես Միացյալ Նահանգները, այո, Միացյալ Նահանգները իրանց դաշնակիցներին լավն են ցանկանում։ Թշնամիների դեմ տեսար քայլեր անում են, կոշտ, բայց Միացյալ Նահանգները իր դաշնակիցը Իսրայելը ինքը Իսրայելին լավն է ցանկանում։ Ռուսաստանում այս դեպի բան չկա։ Ռուսաստանը ոչ ոքի լավ բան չի ցանկանում, հասկացար։ Ով չի հասկանում, այս կրակը ընկնում է։ Ի վերջո, գիտես, իրոք բավական բարդ վիճակի մեջ է Իրանի ժողովուրդը։ Հիմա Ռուսաստանը 2 ամիս առաջ էր մի հատ հիշի, ստորագրեցին, նախագահան գնաց Իրանի Մոսկվա, ստորագրեց Պուտինի հետ այդ լուրջ ռազմավարություն նշանակություն ունեցող պայմանագրեր, նաև դրա մեջ մտնում են ռազմական ոլորտում համագործակցություն, չգիտեմ, տեխնոլոգիաներով փոխանակ։ Հիմա պարտավոր է գոնե, թող չկարվեն իրանց փոխարեն։ Նո պարտավոր են ուղարկել զենք զինամթեր։ Հիմա իրանք ասում են մենք նամակ չենք ստացել։ Հասկանում ես, չհասկանալը դա կբերի ծանր հետևանքների հայ ժողովրդի համար, բարեբախտաբար իմ կարծիքով գործող իշխանությունները լավ էլ հասկանում են։ Մի կողմից չեն ուզում փչացնել հարաբերությունները, չեն ուզում սրել, հասկանում են հետևանքները ծանր կլինեն, մյուս կողմից փորձում են մանևրել, փորձում են համոզել, որ Ռուսաստանը կամավոր հրաժարվի այդ կոնցեսիայից։ Ես կարծում եմ գիծը դա է, կամավոր որ համաձայնվի Ռուսաստանը, քանի որ եթե կամավոր չհամաձայնվի, այդ արբիտրաժային դատարաններ, ՄԱԿ-ի այդ գիտես, այդ եկապատմությունը։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն քեզ։